Պարոն Կարապետյան, ինչ մտքերով կատարեցիք ընտրությունը, հանուն ինչպիսի Հայաստանի։ Հանուն մեծ փոփոխության մեր երկրում ու վերակառուցվող Հայաստանի, որտեղ հայերը հիմնականում զբաղված են իրենց երկիրը վերակառուցելու եւ ոչ թե իրար վատություն անելու, իրար հետ կռվելու, հակադրվելու, վերակառուցենք, վերջապես թոթափենք մեր վրայից այս հակադրությունների ընդհանուր ֆոնը եւ մեր երկիրը սարքենք լուրջ զարգացող ակտիվ երկիր, ոչ թե հակադրություններով մեզ զբաղացնենք, բոլորս իրար կյանքը դժվարացնենք, նաեւ այնպիսի ուժեղ երկիր, որ մյուս սերունդները ել ավելի ուժեղացնեն եւ ոչ թե նույն խնդրի առաջ կանգնեն։ Ու նաեւ ուզում եմ դիմեմ մեր բոլոր հայրենակիցներին։ Այսօր խնդրում եմ բոլորին 10 րոպեեր ընդամենը գնացեք ընտրության 10 րոպե արագ եկանք անձնակիրը վերցնում ես գալիս ես ինչքան հնարավոր շուտ գնացեք ընտրության բերեք մեծ փոփոխություն մեր բոլոր հայրենակիցներին շնորհակալ եմ բոլորից։ Ինչ կարող եք ասել այն քաղաքացիներին, ովքեր չեն կողմնորոշվել կամ անտարբեր են ընտրական այս գործընթացին։ Եթե մեր քաղաքացիները ժամանակ չեն տրամադրում, որ գնան ընտրության, նրանց տեղը, նրանց ճակատագիրը որոշվում է այլ ձև։ Եթե ուզում ես քո ճակատագիրը որոշես, 5 տարվա քո ճակատագիրը ընդհանուր երկրի զարգացման, ուղղակի 10 րոպե, 15 րոպե, ոչ մի դժվարություն։ Գալիս ես, մտնում ես, դուրս ես գալի։ Առանց դրա համար մեր հասարակությունը հիմնական կարևոր մի գործ ունի։ Այսօր բոլորը գնան ընտրեն իրենց ցանկությամբ, բայց մասնակցեն ընտրության։ Դա շատ կարևոր է։ Մասնակցեն ընտրության, որովհետև դա է այս պարագայում երկրում ամենակարևոր մեր քաղաքացիական դիրքորոշումը, պայքարի ձևը, թեկուզ ապագայի տեսլականը։ Մասնակցեք ընտրության, մինչև այս եղած բոլոր քայլերից դուք հետևություններ արեք եւ մասնակցեք, սիրելի հայրենակիցներ, 10-15 րոպե։